Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերնով ամփոփելու ժամն է, ես Սիվանա Կարապետյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելությամբ մեկնաձեր Ալբանիա մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ քակատնաժողովին։ Խաղաղության պայմանագիրն ու Եվրոպական միության հետ հարաբերություններում խորացումը եղած են Տիրանիայի մեջ Հայաստանի վարչապետի եւ եվրոպացի առաջնորդներուն հանդիպումներուն եւ քննարկումներուն գլխավոր նյութերը։ Նիկոլ Փաշինյանը շուրջ 2 տասնյակ հանդիպումներ ու շփումներ ունեցած է միջազգային գործընկերներու հետ, ներառյալ Ֆրանսիայի նախագահին, Գերմանիայի վարչապետին, Միացյալ Թագավորության վարչապետին, Եվրոպական միության թիվանակիրության ղեկավարին, Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներուն հետ։ Փաշինյանը հանդիպած է նաեւ Ադրբեջանի նախագահին հետ։ Խաղաղության պայմանագրի հարցը Ալիևի հետ քննարկել է զատ, վարչապետը հարցազրույց մտված է ադրբեջանցի լրագրողի։ Գարմիր կորքի վրա Հայաստանի եւ Ալբանիա վարչապետներն են։ Նիկոլ Փաշինյանը Տիրանայի մեջ մասնակցեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ քակատնաժողովի բացման արարողության։ Միջոցառման մասնակիցները ողջունեցին երկրներու ղեկավարներու գծաբատկերային գերբարները։ Welcome to Albania. Välkommen in Albanien. Вітаємо в Албанії. Velkommen til Albanien. У Албанію. Парі Калус, Албанія. Добродошли у Албанію. Hello, Albania. Միր Սևինի në Շիպրի։ Որոն հաջորդեց կակատնաժողովի մասնակիցներու տեսալուսանգարահանման արարողությունը անգեյետ կալ առաջին դիակումար նիստը դեղի ունեցավ։ Կակատնաժողովի շրջանագեն ներս վարչապետ Փաշինյանը շարքման հանդիպումներ ունեցած է ներառյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկրներու ղեկավարները կարևորած են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փոխանցագության համաձայնեցումը, քննարկած են ներկա վիճակը եւ կարևորած են ստորագրման ուղղությամբ գործընթացին շարունակականությունը։ Խաղաղության պայմանագրին հարցը Փաշինյանի եւ եվրոպացի առաջնորդներու քննարկումներուն կենտրոնի եղած է։ Եվրոպական միության արտաքին գործոց եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Քալասը եւ վարչապետը մտքեր փոխանակած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացին վերաբերյալ եւ կարեւորած են խաղաղության համաձայնագրի ստորագրումը 9 բաց տարածաշրջանին մեջ կայունության եւ գործակցության։ Քալասի եւ Փաշինյանը քննարկած են նաեւ Հայաստան-Եվրամիության գործակցության հետագա զարգացումը, ինչպես նաեւ ընթացիկ օրագարկին վերաբերող հարցեր։ Շարունակելով հանդիպումներուն շարքը Նիկոլ Փաշինյանը զրույցներ ունեցած է նաեւ արտերկրի այլ գործընկերներու հետ։ Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցի հետ զրուցելու ադեն վարչապետը նախ շնորհավորած է ինքը պաշտոնը ստանցնելու արդիվ եւ մաղթած է հաջողություններ։ Քննարկած են Հայաստան-Գերմանիա գործակցության զարգացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերող հարցեր։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Փաշինյանը քննարկած է տարածաշրջանային գործընթացներուն, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններուն վերաբերող հարցեր։ Ավստրիա Թաշնային վարչապետ Քրիստիան Շտոկերի հետ մտքեր փոխանակված են Հայաստան-Ավստրիա հարաբերություններու հետագա զարգացման վերաբերյալ։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացումներն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ քննարկումները վարչապետը շարունակած է Նիդերլանդներու թագավորության վարչապետ Հենրիկուս Վիլհելմուս Մարիասխուֆի հետ հանդիպման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացուցած է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը ընդգծելով ադոր հնարավոր թրագան աստեցությունը տարածաշրջանային գայունության վրա։ Հայաստանի եւ Նիդերլանդներու վարչապետները վերահաստատած են պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը եւ քայլեր ցերնարգելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ են գործընկերության խորացման ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը եւ Թանիո վարչապետ Մեդե Ֆրեդերիկսոնը անդրադարձած են Հայաստան-Եվրամիություն գործակցության հետագա զարգացման առնչվող հարցերու։ ՀՀԳ գլխավոր քարտուղար Ֆրեդորին Սիներլողլի հետ մտքեր փոխանակված են տարածաշրջանի գործընթացներուն շուրջ։ Նիկոլ Փաշինյանը կարճադեպ զրույցներ ունեցած է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Միացյալ Թագավորության վարչապետ Գիր Ստարմորի, Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հունգարիո վարչապետ Վիկտոր Օրբանի, Զվիցերիո նախագահ Կարին Քելեր-Սութուրի, Մոլդովայի նախագահ Մայա Մոնակոյի արքայազն Ալբեր II, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի եւ այլ գործընկերներու հետ։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, խաղաղության խաչմերուկ նախագիծ, այս հարցերն ալ վարչապետը քննարկած է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Եվրոպական խորհրդի ու հանձնաժողովի նախագահները ողջունած են խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ կարեւորած են տարածաշրջանային հաղորդակցության ուղիներու աբաշրջապագումը։ Կողմերը կարեւորած են երկխոսության շարունակականությունը եւ պայմանավորված են աշխուժորեն գործակցել հետագա քայլերուն շուրջ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Եվրոպական միության ներկայացուցիչները ողջունած են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի փոխանցագության համաձայնեցումը, ընդգծելով անոր կարևորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության
խաղաղության ապահովման համար։ Անոնք շեշտած են Եվրամիության պատրաստակամությունը շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին եւ խթանել դարաշրջանեն ներս երկարաժամկետ կայունության հաստատումը։ Հանդիպան ընթացքին ընդգծված է երկկողմանի գործակցության շարունակական զարգացման կարեւորությունը, հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական համարկման, ենթակառուցվածքներու արդիականացման եւ բարեփոխումներու ոլորտներեն ներս։ Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատած է Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանի մեջ իրականացող բարեփոխումներուն եւ ընդգծած է կառավարության պատրաստակամությունը շարունակելու խորացնել գործակցությունը Եվրոպական միության հետ, ապահովելով գործակցության նոր եւ արդյունավետ փուլ։ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներն ալ իրենց հերթին վերահաստատած են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հարաճընթացին եւ ողջունած են Հայաստանի կողմից ձեռնարկվող թրական քայլերը տարածաշրջանային խաղաղության եւ գայունության ապահովման ուղղությամբ։ Անտոնիո Կոստան եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունած են եւ կարեւոր քայլ համարած են Եվրամիության Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաեւ ընդգծած է մուտքի արտոնակիրներու ազատագրական գործընթացի երկուստեք արագացման կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանը Տիրանայի մեջ մասնակցած է նաեւ ապահովելով Եվրոպայի անվտանգություն եւ ամրապնդելով ժողովրդավարական թիմադրողականությունը խորագրով փակ քննարկման։ Քննարկման մասնակցած է նաեւ Միացյալ Թագավորության, Շվեդի, Հունաստանի, Էստոնիա, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի եւ Սլովակիա վարչապետները, ինչպես նաեւ ՀՀԿ գլխավոր կարգուղարը։ Տիրանային վարչապետը դեսանյութը հրաբարակած է, որում մեջ պատասխանած է Ադրբեջանի հանրային հեռադեսիլի թղթակից ներկայացած լրագրողի հարցումներուն։ Արդյոք Հայաստանի նոր սահմանադրության մեջ հղում պիտի ելնա անկախության հռչակագրին։ Նիկոլ Փաշինյանը արձագանքած է։ Մենք Դագավին նոր սահմանադրության նախագիծ չունենք, բայց վերլուծած ենք մեր սահմանադրությունը եւ գիտենք այն խնդիրները, որոնք կբարձրացնե Ադրբեջանը։ Ագներև է, որ դե յուրե մեր սահմանադրական դատարանի որոշմամբ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային բանջ չի բարունագեր հարևան երկրներուն նկատմամբ։ Վարչապետին խոսքով ասիկա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ մնե, ինչ որ շատ կարեւոր է։ Ես նաեւ կցանկայի ընդգծել հետեւյալը. ակնհայտ է, որ Ադրբեջանը երկու հարց կբարձրացնե խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Առաջինը կապված է ՀՀԳ Մինսկի խումբի լուծարման հետ։ Մենք կսենք, որ ընդհանուր առմամբ այդ օրագարկը մեզի համար ընդունելի է, բայց կուզենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը հագամարտությունը իր դարածքեն ներս փակելով Զայն Հայաստանի Հանրապետության դարածք արդահանելը չէ, եւ ադոր համար լուծում կա։ Այն ինչ մենք կառաջարկենք հետեւյալն է. ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ միաժամանակ թիմել ՀՀԳ-ին Մինսկի խումբը լուծարելու համար, այսինքն դեղույն վրա եւ նույն բահուն։ Եվ ադիգ ագլլա շատ կարեւոր փոխադարձ ժեստ մեր դարաձաշրջանեն ներս վստահության եւ գայունության համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով սահմանադրության առնչվող հարց մի եւս կա։ Խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված բովանդակության մեջ շատ հստակ գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կճանչնան միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հիմնված Ալմա-Աթայի հռչակագրին վրա եւ հենելով այն իրողության վրա, որ խորհրդային միության վարչական սահմանները դարձած են pedagogan սահմաններ։ Ասիգա կնշանակե, որ խորհրդային Ադրբեջանը անկախ Ադրբեջանն է, խորհրդային Հայաստանը անկախ Հայաստանը։ Ասիգա առաջին շատ կարևոր փաստն է։ Գա նաեւ գեդմը, որ կհաստատե, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճունին տարածքային բանջներ իրար մե եւ կբարդավորվին աբակային չբարձրացնել այդպիսի հարցեր ու բանջներ, այսինքն այն հարցերը, որոնք կբարձրացնեն թե Ադրբեջանի, թե Հայաստանի մեջ, արդեն որոշված են համաձայնագրի նախագծի մեջ։ Այնտեղ կա ավելի կարևոր գեդմը, որ գսե թե կողմերեն ոչ մեկը գրնա հողում կատարելով իր օրենսդրության չկատարել համաձայնագրին բանջները։ Եվ երբ ստորագրվի համաձայնագիրը համաձայն Հայաստանի օրենսդրության, մենք պետք է ուղարկենք զայն սահմանադրական դատարան, որբեսի այնտեղ որոշվի անոր համապատասխանությունը մեր սահմանադրության։ Եվ երբ բարձր դատարանը որոշե, որ համաձայնագիրը ամբողջությամբ կհամապատասխանի մեր սահմանադրության, ասիկա կնշանակե, որ ոչ մեկ պատճառ պիտի լա, որ խորհրդարանի մեջ ադիգա չվավերացվի։ Երբ վավերացվի Հայաստանի խորհրդարանի մեջ ուժի մեջ պիտի մտնե սահմանադրության այն հոդվածը, որում մեջ կնշվի, թե վավերացված միջազգային պայմանագիրներում ունին բարձրագույն իրավական ուժ եւ քերագայություն տեղական օրենքներու նկատմամբ հավելած է վարչապետը։ Եթե Հայաստանի սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները իրական են, ապա խնդիրը լուծելու ամենեն արագ ճամփան խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է, որովհետեւ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ վավերացվի, Հայաստանի խորհրդարանի մեջ ամենեն բարձր օրենսդրական մագարտակով պիտի հաստատվի, որ Հայաստանը տարածքային բանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ այլ հարևանի նկատմամբ։ Մյուս կողմից վարչապետին Հայաստանը նույնպես մտահոգություններ ունի եւ կտեսնե, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային բանջներ կբարունագե Հայաստանի նկատմամբ։ Но мы
этот вопрос так не поднимали. Բայց մենք այս հարցը չենք բարձրացնել այնպես, ինչպես կբարձրացնի Ադրբեջանը։ Ինչու՞, որովհետև մենք կտեսնենք, որ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծի մեջ այս հարցը լուծված է, եւ այս խնդիրը լուծելու եւ վերացնելու համար մենք բարձրապես պետք է ըստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ վավերացնենք զայն, եւ մենք պատրաստ ենք երթալու նման որոշման։ Այն հարցման, թե ինչու Հայաստանը չուզեր ստորագրել Յահգի Մինսկի խումբի լուծարման մասին հայտարարությունը, նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, վարչապետը գրգին պատասխանած է, թե Հայաստանը մտահոգություն ունի Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ։ К сожалению, видим конкретные политические... Եվ մենք ցավոք կտեսնենք Ադրբեջանի մեջ որոշակի քաղաքական շարժումներ, որոնք հիմք կտան մտածելու, որ Ադրբեջանի մեջ առնվազն կան շրջանակներ, որոնք կցանկանան, եթե կարելի է այդպես ասել, փակել հագամարտության էջը իրենց տարածքեն ներս եւ զայն արտահանել Հայաստանի տարածք։ Բաքուն արդեն հայտարարած է, որ տարածքային պահանջներ չունի Երևանի նկատմամբ։ Ադրբեջանցի լրագրողի այս դիտարկման Նիկոլ Փաշինյանը արձագանքած է։ Тот же час, тот же... Առավել եւս, շատ լավ, խնդիր չկա ուրեմն։ Եկեք նույն ժամուն, նույն օրը, նույն տեղը միասին ըստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ համատեղ հայտարարությունը ուղղված ՀՀԳ-ին Մինսկի խումբի կառույցներու լուծարման վերաբերյալ։ Ես բազմիցս հրաբարագավ խոսած եմ այս մասին եւ հայտարարած եմ մեր պատրաստակամության մասին։ Ես կհաստատեմ մեր պատրաստակամությունը, եզրափակելով ասաց է վարչապետը։ Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանը Բերլինի մեջ մասնակցած է ՄԱԳ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման, ուր քննարկված են խաղաղապահության արկա մարտահրավերներն ու բարեփոխումների ուղղությունները։ Նախարարն առանցին հանդիպում ունեցած է Միացյալ Թագավորության զինված ուժերու նախարարին հետ։ Անոնք քննարկած են պաշտպանության ոլորտներն ես երկկողմանի համագործակցությունը եւ նոր նախաձեռնությունները, ներառյալ գծորդներու փոխանակումը։ Բաբիկյանը նաեւ ոչ պաշտոնական շփումներ ունեցած է Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի գործընկերներուն հետ, ինչպես նաեւ ՄԱԳ-ի գլխավոր քարտուղարին եւ Գերմանիա արտաքին գործոց նախարարին հետ։ Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանը Բերլինի մեջ մասնակցած է ՄԱԳ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողության։ Հանդիպման ընթացքին մասնակից երկրներու ներկայացուցիչները կքննարկեն ՄԱԳ-ի խաղաղապահության արգա մարտահրավերները եւ զանոնք հաղթահարելու նպատակով նախադեсվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները։ Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԳ-ի շրջանագեններս միջազգային գայունության եւ անվտանգության ապահովման ուղղված իրենց հանձնառությունները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Բերլինի մեջ հանդիպած է Միացյալ Թագավորության զինված ուժերու նախարար Լուկ Փոլարդի հետ։ Հանդիպման ընթացքին քննարկված են պաշտպանության բնակավարի մեջ Հայաստանի Հանրապետություն Միացյալ Թագավորություն գործակցության հիմնական ուղղություններուն եւ անոնց զարգացման հերանեկարներուն առնչվող հարցեր։ Երկուստեք պատրաստակամություն հայտնած են նոր թափ հաղորդելու հաղորդակցության երկու երկրներու մեջ պաշտպանության հարցերով գծորդներ նշանակելով։ Անդրադարձ կատարված է նաեւ դարաձաշրջանային եւ միջազգային անվտանգության վերաբերող հարցերու։ Նախարար Բաբիկյանը ոչ պաշտոնական շփումներ ունեցած է գործընկերներու Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարներուն, ՄԱԳ-ի գլխավոր քարտուղարին, Գերմանիա արտաքին գործոց դաշնային նախարարին հետ։ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի մեջ Եվրոպայի խորհրդի նախարարներու ու Կոմիտեի 134-րդ նստաշրջանի ընթացքին վերահաստատած է խաղաղության պայմանագիրի ստորագրման հարցի մեջ առանց հաբաղման հարաճ շարժելու Հայաստանի պատրաստակամությունը։ Անընդգծած է ժողովրդավարական արժեքներու պաշտպանության կարևորությունը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ մշակված է նոր ժողովրդավարական դաշինքին Հայաստանի աջակցությունը, ինչպես նաև մարդու իրավունքներու եվրոպական թատրոնի որոշումներու կատարումը։ Միրզոյանը նշած է, որ Հայաստանը թրական առաջընթաց արձանագրած է ժողովրդավարության, ամբրաբնդման եւ մամլո ազատության ցուցանիշին վրա։ Նախարարը շփումներ ունեցած է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին եւ շարք գործընկերներուն հետ, քննարկելով համագործակցության ընթացիկ ծրագիրները։ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատած է առանց հապաղման խաղաղության ճանապարհով ընթանալու Հայաստանի պատրաստակամությունը։ Մեր երկրի գլխավոր դիվանագետը ելույթ ունեցած է Եվրոպայի խորհրդի նախարարներու Կոմիտեի 134-րդ նստաշրջանին։ Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերներու առջև, նշած է Միրզոյանը։ Բազմակողմանիության քայքայումը, մարդկային իրավանց համագարքի թուլացումը, ժողովրդավարական արժեքներու նահանջի մտահոգիչ միտումը եւ ժողովրդավարական հաստատություններու հանդեպ հասարակության աջող հիասթափությունը, ինչպես նաև խառնածին սպառնալիքները կգազմեն մարտահրավերներում մեկ մասը։ Ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահության վերականգնումը, անոր հիմնարար սկզբունքներու ամրապնդումը եւ իմաստալից հարմարացումը էական նշանակություն ունին մեր ընդհանուր արժեքներու պաշտպանության եւ հարաճ մղման համար։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծած է գլխավոր քարտուղարին եւ անոր անձնագազմին արժեքավոր աշխատանքը Եվրոպայի համար նոր ժողովրդավարական դաշնակիրի մշակման եւ ներկայացման ուղղությամբ։ Հայաստանը կվերահաստատե իր ամուր աջակցությունը այս նախաձեռնության եւ պատրաստ է աշխուժորեն նպաստելու անոր նպատակներու իրագործման, ժողովրդավարությունը դարձնելով ավելի թիմագայուն, ներառական եւ ապակային պատրաստ։ Ուրախ եմ նշելու, որ իմ երկիրս առաջընթաց արձանագրած է ժողովրդավարության հենասյուներու ամրապնդման եւ դարբեր ցուցանիշներու մեջ իր դիրքերու բարելավման ուղղությամբ մամլո ազատության ցուցանիշով հարաճադարը լալով դարաձաշրջանեն ներս։ Միրզոյանը նշած է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն կդարձնի մարդկային իրավանց Եվրոպական դատարանի առանցքային դերակատարության, դատարանի վճիրներու, ինչպես նաև միջանկյալ միջոցներու արդյունավետ կատարման, վերջինը մարդասիրական հարցերու հասցեագրման իմաստով։ Դատարանի վերջնական վճիրներու կատարման գործի մեջ շոշափելի առաջընթացի ապահովման միջոցով Հայաստանը հավատարիմ կմնա համապատասխան որոշումներու հետևողական իրականացման։ Իմ երկիրս նաև աշխուժորեն ներգրավված է շրջակա միջավայրի խնդիրներու արդյունավետ հաղթահարման ուղղված ճանկերուն մեջ եւ պիտի գրկնապատկե ճանկերը որպես ՄԱԳ-ի գենսապանական բազմազանության մասին կանոնադրության կողմերուն 17-րդ համաժողովը նախագահող երկիր։ Աշխարհակահաղական լարվածության եւ անորոշության ներկա միջավայրի մեջ Հայաստանը կշարունակի հաստատակամորեն նվիրված լալ Հարավային Կովկասի մեջ գայուն խաղաղության եւ բարօրության հարաճմղման հայտարարած է Միրզոյանը։ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարած են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված եւ վերջնականացված է։ Ուշագրավ է, որ այսօրվան նախարարական որոշումներեն մեկով գրգին գարցանակրվի այս կարևոր հանքրվանը եւ պայմանագրի շուտապույտ ստորագրման եւ վավերացման գոչ կլա։ Կվերահաստատեմ Հայաստանի պատրաստակամությունը ընթանալու այս ճանապարհով առանց որևէ հաբաղման։ Լյուքսեմբուրգի մեջ կայացած քննարկումներուն ընթացքին Արարատ Միրզոյանը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձած են Հայաստան-Եվրախորհուրդ գործակցության հարցերուն, ներառյալ հառաջիկա ծրագիրներուն։ Նախարարը այնուհետև շփումներ ունեցած է Եվրոպայի խորհրդի եւ մասնագետ այլ երկիրներու գործընկերներու հետ, ներառյալ Վրաստանի արտաքին գործոց նախարար Մակայ Բոջորոշվիլիի, Եվրոպայի խորհրդի նախարարներու կոմիտեեն ներսնախագահությունը ստանցնող Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործոց Եվրոպայի եւ զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական բեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի, Մոնտենեգրոյի փոխվարչապետի եւ այլ պաշտոնյաներու հետ։ Մինչև նախարարներու կոմիտեի նիստի մեկնարկը կայացած է նաեւ պաշտոնական թիմավորման եւ համատեղ լուսանկարման արարողությունը։ Ազգային ժողովեն ներս քննարկված է Ֆդրացության թեմ պայքարի կոմիտեի 2024 թվականի տարեկան զեկույցը։ Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացուցած է անցյալ տարվան տվյալները նշելով, որ կոմիտեի վարույթի մեջ եղած է 2289 քրեական գործ, որոնց մեջ 849-ն ավարտված են։ Պատգամավորներու հարցումներուն արձագանքելով Նահապետյանը հայտնած է, որ մարտի 1-ի գործով ստեղծված է համատեղ քննչական խումբ եւ կընթանան աշխուժ գործողություններ։ Ֆդրացության թեմ պայքարի կոմիտեի նախագահը ազգային ժողովեն ներս ներկայացուց դարեգան զեկույցը ժամանակաշրջանի վերաբերյալ, որուն ընթացքին գարույցը ինքը չեղեկավարած։ 2024 թվականի հաղորդումը գներարե Ֆդրացության թեմ պայքարի կոմիտեի վարույթներու մեջ քննված գործերու քննիչներու ծանրաբեռնվածության եւ գարույցի վերջնական ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքներու մասին դեղեցություններ։ Անցյալ դարվան ընթացքին կոմիտեին ներս քննարկված է 2289 քրեական վարույթ, ավարտած է 849-ն։ Ինչ եղած է Ցին լավակույն բացահայտած գործը հարցուցած է Անդրանիկ Կոչարյանը։ Արթուր Նահապետյանը չառանցնացուց հանրության ոչ հայտնի թեփքը խոսեցավ ավարտած քրեական վարույթներեն մեկում մասին։ Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Երևանի քաղաքապետ Գագիկ Բեկլյանի կողմից կատարված պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքով կատարված նախաքննության վերաբերյալ, որով նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այդ վարույթով ընդհանուր պետությանը եւ համայնքին պատճառված վնասը կազմել է 2 միլիարդ 327 միլիոն դրամ։ Սերգեյ Փակրադյանը հետաքրքրվեցավ մեկ այլ հանրային հնչեղություն ըստացած գործով։ Golden Palace 3 կառույցներ, որոնք 90 միլիոն էին գնահատվում, Ծաղկաձորի վաճառքի մասին մենք տեղյակ ենք, բայց այդ պաշտոնյան հարյուրավոր գործարարների շորթումով կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով հարստահարեց եւ Հայաստանի Հանրապետությունը լքեցին հազարավոր ընտանիքներ։ Արդյոք այս պահին այս գործը քննվում է, թե ոչ, եթե չի քննվում, ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին։ Հաղորդումը ներկայացնելու համար քրեական դատավարության օրենսգրքում կա համապատասխան ընդհանրակարգ։ Ես խնդրում եմ
այդ հաղորդումը ձևակերպել նշված ընթացակարգով եւ ներկայացնել հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի դա դիտենք մենք պատշաճ հաղորդում եւ եթե համապատասխան հիմքեր լինեն, այդ մասով նախաձեռնենք վարույթ եւ իրականացնենք նախաքննություն։ Այդ գործը քննվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում։ Թակուհի Տովմասյանը հարցուց, թե ինչ բացահայտում կսպասվի մարտ 1-ի գործով։ Իմ ուշադրության կենտրոնում է այդ գործը եւ այս պահին քննչական կոմիտեի հետ հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել եւ այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն։ Ընտիմատիր պատգամավորը խոսելով իշխանության ներկայացուցիչներու հնարավոր պտղության վտանգներու մասին հարց ուղեց, թե ինչպես Հայկ Գոնջորյանի գնոջ աշխատավարձը դարվեդարի բարձրացած է։ Անցած տարի էլ Հայկ Գոնջարյանի կինը դարձավ Հայփոստի տնօրեն։ Այս թռիչքաձև աճը արդյոք որևէ աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ։ Ես չեմ կարող ձեր քաղաքական բնույթի հարցադրմանը պատասխանել, համենայնդեպս ձեր նկարագրած դեպքի մասով չեմ կարող նկատել որևէ կոռուպցիոն բնույթի տվյալ։ Հայտնագործություն է անում։ Ասում է, արդյոք սրա մեջ չկա կոռուպցիոն հանցագործություն։ Ինչպիսի այդը լեռը մուկ ծնեց։ Պապարզը ձեր համար պետքա աշխատավարձ ստացող մարդը ձեր համար տարօրինակ պիտի լինի։ Բա աշխատավարձ ստանալն է ձեր համար տարօրինակ, ոչ թե հակառակը։ Դուք որպես լրագրող ո՞նց եք Երևան քաղաքում 3 հատ տուն բանարել, ձեռք բերել։ Հա՞։ Մատ կգաք մի օր այդպես բան ունեք, ելույթ ունենաք եւ հարցեր տակ նաև համապատասխան կառույցների ղեկավարներին դրա մասին։ Պաշտոնյաներու կողմէ պտղության հնարավոր ու բացահայտված հանցագործությունները իրենց խոսքերով ցախողած կամ անարդյունավետ ծրագիրներն են ընդդիմության ելույթներու թիրախի մեջ։ Պարոն Նահապետյան, դուք նշեցիք, թե չգիտեք ինչ է քաղաքական կոռուպցիան, բայց հուսամ գիտեք, որ վարչական ռեսուրսի կիրառումը իշահ իր ու իր կուսակցության իշխանության պահպանման նույնպես կոռուպցիայի դրսևորում է, թե դա էլ չգիտեք։ Այժմ օրեցօր խորացող կոռուպցիայի դրսևորումներից մեկի կրթությունը նորաձև է նախաձեռնության մասին։ Խաչակրաց արշավանք եք իրականացնում, կրթվել է նորաձև է շարժման նկատմամբ, ես ուզում եմ ասել, որ ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, դուք հանգիստ եղեք։ Դուք Ժիգուլի եք եւ մնալու եք Ժիգուլի, սկզբանե կատարյալ ձեր բնորոշումը ես տվել եմ։ Ես իրեն անձնապես չեմ վիրավորում, ես ձեր մտածողությունն եմ ներկայացնում, պարոն Բա չէիք լսում պարոն Մինասյան, չէիք լսում Գյուրեղյանի ելույթը։ Պահանջեիք պարոն Արշակյանից, որ Տիկին Գյուրեղյանին բանանի, ասի մի վիրավոր։ Ինչքան կարելի է հատկապես ձեր խմբակցության որոշ անդամների կողմից գալ եւ այդպես թիրախավորել վարչապետի կնոջը։ Արձվիկ Մինասյանը իր ելույթի մեջ հայտարարեց, որ ուշադիր գարտացած է Գյուրեղյանի ելույթի փոխանցագությունը եւ վիրավորական արտահայտությունը չէ նկատած։ Հայկ Գոնջորյանը անդրադարձավ նաեւ Արձվիկ Մինասյանի հնչեցուցած այլ մեղադրանքներու։ Դուք կարաք նենց հարցադրումներ անեք, որը չեք անում, որը մենք ձեր փոխարեն անում ենք, որտեղ մենք զրո կոմպրոմիս ունենք կոռուպցիայի հետ։ Եզրափակիչ ելույթի մեջ պտղության թեմ բայկարի կոմիտեի նախագահը խոսեցավ ընդդիմության մեղադրանքներու մասին։ Անոնք բավարար հիմք չեն պտղության հանցանք որակելու համար։ Անհորդորեց քրավոր հաղորդակցություն ներկայացնել, եթե ունին դվյալներ, որոնք կրնան բարունակել մեղադրանքի հատկանիշներ եւ վստահեցուց, որ պիտի դառնան քննության առարգա։ Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ եւ ներկաներ։ Կան գործող պաշտոնատար անձինք եւ կան պաշտոնից ազատված անձինք, ովքեր օրենքի առաջ հավասար են եւ կրում են հավասար պատասխանատվություն թե իրենց գործողությունների նախկինում եւ թե անգործության համար։ Որպես ապացույց Նահապետյանը օրինակ բերավ պտղության թեմ բայկարի կոմիտեի դարեգան հաղորդման մեջ թվարկված են դատարան ուղարկված 10 քրեական վարույթներ, որոնց մե 9-ով բացահայտված հանցագործություններ ու դեպքերը գվերապերին կորձող պաշտոնյաներուն։ Կառավարությունը 67.5 միլիոն դրամ հատկացուցած է քաղաքաշինության ոլորտեն ներս եվրոպական 7 իրավական փաստաթուղթերու տեղայնացման համար։ Եվրոպական երկրներու փորձն ու նոր արհեստագիտական լուծումներու ներդրման անհրաժեշտության առաջնահերթությունն է ընդհանուր օգտագործման ինքնաշարժներու, ճանապարհներու, փոխադրամիջոցային ենթակառուցվածքներու կառուցման համար։ Մեկ այլ որոշմամբ գործադիր իշխանությունը քուղատնտեսության ոլորտեն ներս սարքերու վարձակալության աջակցության չափը պիտի կրկնաբատկե, հասցնելով 500 միլիոն դրամի, նպատակ ունենալով ընդլայնելու գյուղատնտեսներու հասանելիությունը ժամանակակից գյուղատնտեսական մեքենաներու նկատմամբ։ Կառավարության նիստին մանրամասնությունները տեսանյութին մեջ։
67.5 միլիոն դրամ քաղաքաշինության ոլորտի մեջ Եվրոպական միության 7 չափանիշներու մոդարգման եւ դեղայնացման կանխավճարի դրամատրման համար նախագիծը կփխի Հայաստան Եվրամիություն համաբարփակ եւ ընդլայնված կորձընկերության համաձայնագրի թրույթներու գադարման ոլորտի մեջ եվրոպական երկրներու փորձի արհեստագիտական նոր լուծումներու ներդրման անհրաժեշտություն են։ Առաջարկվում է դիտարկել հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը։ Առաջինը՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը երկաթուղիներ, երրորդը օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը օդանավակայաններ, 5-ը ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, 6-ը ինժեներագեոդեզիական հետազննում եւ 7-ը շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն։ Չափանիշներու մոդարկման ծառայություններու ձեռքբերման համար պիտի իրականացվի միջազգային մրցույթ։ Խորհրդատվական է, թե պարտադիր պայման է դառնում կառուցապատողների կամ շինարարություն իրականացնողի համար։ Բոլորի համար կունենանք երկու գործող նորմեր։ Առաջինը այս պահին գործող Հայաստանի Հանրապետության ազգային նորմերը եւ երկրորդը դրանց համարժեքություն ունեցող եվրոպական մոտարկված տեղայնացված նորմերը եւ յուրաքանչյուր կառուցապատող կամ պատվիրատու ինքը կընտրի, թե որ նորմով կիրականացնի իր շինարարությունը կամ կառուցապատումը։ Իդի գրգնապատկվի տնտեսավարողներու, գյուղատնտեսներու մատչելի պայմաններով գյուղատնտեսական սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունը։ Սարքավորումներու վարձակալման աջակցության գումարը 250 միլիոն են, պիտի դառնա 500 միլիոն դրամ։ Նշվեցավ, որ կան գյուղատնտեսներ, որոնք համագարկային գյուղատնտեսությամբ կզբաղին եւ չեն գրնար մատչելի պայմաններով գյուղատնտեսական սարքավորումներ ձեռք բերել։ Ունենք Իսպան 2854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն եւ 2790 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։ Ասենք օրինակ շարքացան, որը ծորենացանում։ Միայն գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերել 23 միլիարդ դրամի, որը իսկ լիզինգի գումարը կազմել է 12 միլիարդ դրամ, սուբսիդավորված գումարը 3.6 միլիարդ դրամ։ Հավանության արժանացավ նաև բարձրագույն գրթության եւ գիտության մասին եւ հարագից օրենքներու մեջ փոփոխություններու նախագիծը։ Գրթության, գիտության, մշակութային եւ մարմնամարզության նախարարուհին ներկայացուց ոլորտին հիմնախնդիրները, որոնց լուծման գուղվի օրենսդրական փաթեթը։ Ըստ անոր բարձրագույն գրթությունը դարիներու ընթացքին հերացած է հետազոտահեն գրթության օրագարկեն ձևափոխվելով առավելապես դասախոսություններու վրա հիմնված գործընթացի հաջող որակի եւ մրցունակության էական թերացումներով։ 2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակին եւ չեն դրվել միջազգային արդի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը, ինչի հետևանքով փաստացի չի գործում բարձրագույն կրթության երաստիճան համակարգը եւ փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրև կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման սովետական համակարգից ժառանգած երկաստիճանությունը։ Նախարարուհին խոսքով խաթարված է համալսարան հետազոտություն, տնտեսություն երանգյունը։ Հագարակ կառավարության քաղաքականության ոլորտի մեջ վարձատրությունը գրավիչ դարձնելու շնորհիվ կան համալսարան մտնող երիտասարդներ, սակայն ադիգա համագարկային սերնդափոխություն չէ։ Ոլորտի մեջ կա ժողովրդական խնդիր, դասավանդողներու 51%-ը գիտական աստիճան չունի։ Ուստի ոլորտեն ներս ըստ նախարարուհին բարեփոխումները այլընտրանք չունին, ինչ որ գարաչարգվի, նաև կարելի է ուշացած համարել։ Փոփոխությունները, որոնք որ օրենքով նախատեսված են, նախատեսում են, որ մենք կունենանք պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցում, որն ապահովելու է երկու հիմնական գործիքների միջոցով՝ լիցենզավորման եւ հավատարմագրման միջոցով։ Օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն, մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն եւ անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար, ներառելով անհատական պլանով եւ կամ ընտրական մոդուլներով ուսումը կազմակերպելու հնարավորությունը։ Բիդի ներծնեն կառավարման թվային միջավայր, ուսանողներու գրթաթոշակներու բազմամագարտակ համագարկ, գրթաթոշակային քաղաքականությունը պիտի դառնա pedagogan աջակցության հիմնական ձևը։ Պիտի ղեկավարվի համալսարաններու, դարալուծարանները ստեղծելու ոլորտը։ Պիտի վերանայվին գիտության գազམ་ագերբման սկզբունքները եւ գիտական գազམ་ագերբությունները պիտի կորձեն խոշորացված հետազոտական համալսարաններու կառուցվածքի մեջ։ Կուսակցական անձանց եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում եւ ղեկավար պաշտոններում,
ինչը զուգակցվում է նաև էթիկայի ստանդարտների սահմանմամբ, որը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը։ Ուզում եմ հիշեցնել, որ սա կառավարության հատուկ հանձնառություններ։ Վարորդական քննության բացասական գնահատականը ստացած անձինք 45000 դրամ վճարելով գրնան հաջորդ օրը վերահանցնել քննությունը։ Գործող գարկով դեսական ու կորձնական քննութեն են կատարվող անձանց համար հաջորդ ամենասեղմ ժամկետը 1 շաբաթ ետք վերահանցնելն է։ Ներքին գործոց նախարարուհիին խոսքով քաղաքացիներեն կստանան բազմաթիվ խնդրանք դիմումներ, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել եւ հաջորդ օրն իսկ կամ քանի օր ետք վերահանցնել քննությունը։ Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձի ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30000 դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանցնում է, սա պահպանում ենք։ Գա նաև երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի բարակային վերահանձնման հնարավորություն։ Այս բարակային օրենսդրությունը կսահմանե, որ ամենասեղմ ժամկետը 1 ամիս ետք վերահանցնելն է։ Այստեղ եւս սահմանված են ժամկետային որոշակի հնարավորություններ։ Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Ֆիզիկապես հաշվառման վկայակրի եւ վարորդական գերբնգալե վկայականին զուգահեռ հնարավորություն պիտի դրվի ունենալ անոնց թվայնացված դարբերակը եւ Հայաստանի տարածքի մեջ իրավաչափ ու թույլատրելի պիտի համարվի նաեւ թվային դարբերակով վարորդական վկայականի ու հաշվառման վկայակիրներու շրջանառությունը։ Բարեկի արձանագրած որևէ խախտման բարակային, եթե բարձվի անձը չունի գերբնգալ վկայական, բայց կա թվայինը, ասիկա պիտի չհանգեցնե որևէ վարչական պատասխանատվության։ Հաջորդ կարգավորումը կվերապերի փոխադրամիջոցներու առուվաճառքը թվային հարթակի վրա իրականացնելուն։ Նշել էի, որ մենք նաև հնարավորություն ենք տալու մեր քաղաքացիներին, որպեսզի կարողանան, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում, հաշվառման համարանիշը ստանան նաև փոստային առաքման տրամաբանության մեջ։ Այստեղ այս փաթեթով նախատեսվում է արդեն տվյալ հնարավորությունը եւս։ Նախադեсված է, որ օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ մտնեն սեպտեմբեր 1-ին։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։